Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերությունում հերթական եռուզեռն է մեկնարկում է նոր մեզանից մեկը հեռուստասերիալի նկարահանումները եւ ավանդույթի համաձայն կոտրվում է հերոսների մակագրությամբ կինո ափսեն որպես ֆիլմի հաջողության խորհրդանիշ։ Զորիկը գրել է շատ հետաքրքիր սցենար առաջին հերթին ինքը շատ տարբերվող է, դրա համար ինձ հետաքրքրեց ու ամեն կերպարը ինքը շատ յուրօրինակ է։ Սիրահարված եմ սցենարին, անկեղծորեն աշխատել եմ շատ տարբեր սցենարիստների հետ, թե որպես ռեժիսոր, թե որպես դերասան ինքս վերջին 10-ից ավել տարիներում ու Զորաբի ձեռագիրը շատ ուրիշ է։ Շատ ուրախ եմ, որ շատ ուժեղ թիմ է աշխատում։ Եվ ժամանակն է արդեն ուժեղ բաներ անենք։ Այն ֆիլմերից չի, որ ժամանցային ուղակի նայեցինք ու մոռացանք։ Իրոք պետք է նայել, հասկանալ եւ հետեւություններ անել։ Անկանով է ակտուալ այս սցենարը, որ միանգամից ցենց 170 աշճանով տարբերվում է վերջի երկու Ամերիկայում նկարած ֆիլմերից։ Սա այն սերիալներից է, որ իր մեջ բավականին մեծ ասելիք ունի։ Բոլոր կերպարներն են այս հեռուստաֆիլմ խորը, այսինքն լիքը աշխատելու կերպարա, լիքը խաղալու կերպարա։ Եզակի ֆիլմը, որի մեջ որ մարդկային տեսակը շատ իրական է գրված։ Եվ վատը եւ լավը կամ սև ու կամ սպիտակ չի, բոլորը կամ վատն են կամ լավն են, շերտավոր բոլոր կերպար, շատ բարդ կերպարներ են խաղալու բոլորիս կերպարները, որովհետեւ իր այդ շերտերը մարդկային խաղալ ֆիլմում ամենաբարդ բաներից մեկն է։ Ես ասեցի Զոր ջան, մենակ ասելիք ունենա իմ կերպարը։ Ու շնորհակալ եմ Զորիկին, որ իրոք իմ կերպարը շատ ասելիք ունի։ Կարծում եմ կներկայանամ լրիվ այլ Իվետա Եդիգարյան, որպես այլ կերպար, ֆիլմը բավական հետաքրքիր է լինելու։ Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս պրոյեկտին, աշխատելու եմ այս հրաշալի խմբի հետ, որովհետև բոլորը տաղանդավոր են, հետաքրքիր եւ սիրելի մարդիկ։ Այս դերասանական կազմը շատ կատարյալ է, ամեն մեկը համապատասխանում է իր դերին ու վստահ եմ շատ լավ ֆիլմ է դուրս գալու ու մեծ հաջողություն նկարահանումներին։